Բարև տառաչանաչ ժողովուրդ։ Իսկ դուք գիտեք, որ ինտերնետերում կա մի հատ կայֆ նախաձեռնություն, թույն։ Ինքը կա համայնքում Zoom, Google Play-ում, իրան կարող եք search տալ Armenian iBooks թեգերով, քիչ թույն բաներ կան։ Օրինակ իմ սիրած Mediamax-ին XX 20-րդ դարի թույն ժողովածուն այնտեղ կա մեր մեծ հայերի դասականների մասին Թումանյան Չարենց լիքը լավ բաներ կա նաև հայկական խոհանոցի մասին գիրք, դուք մի խոսքով ինքը շատ լավ պրակտիկ բան է, ինքը հայկական գրադարանը ասած լցնում է։ Ես 15 տարեկան եմ։ Յապոնիայում Կալիֆոռնիայի մեջ եւ ես շատ ուրախ եմ այս նախաձեռնությամբ, որ գնանք հիմա iPad-ի վրա քնել հայկական քիրքեր եւ այսպիսով մեր նոր սերունդը iPad-ի վրա գնա գարսալ հայկական քիրքեր։ Եվ այդ տարբերակով դրվեց էլեկտրոնային վաճառքի այս խնդիրը, որ իմ մեջ արթնացել է եւ որ ես շարունակ ուզում եմ լուծում տալ, դա հայկական ավանդական խոհանոցի պահպանելը եւ սերունդից սերունդ փոխանցելը։ Շատերը կարծում են ինչ սկսվեց կամ նախաձեռնվեց Armenian iBooks-ով, որտեղ չկային հայերեն էլեկտրոնային գրքեր, ու մենք որոշեցինք դրացնել այդ հարցը։ Ապրում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ես շատ ուրախ եմ, որ Armenian iBooks-ը տեղադրել է Հովհաննես Թումանյանի հեքիաթները եւ ուրիշ հայերեն գրքերը ինտերնետում։ Հիմա ես կարող եմ կարդալ այդ գրքերը իմ մայրիկիս հետ, որ չմոռանամ իմ Ես տարեկան եմ եւ գտնագին Լոս Անջելես։ Ես շատ ուրախ եմ եւ հպարտ կզգամ, որ այլևս iBooks-ի վրա հայկական քիրքեր կվաճառվեն։ Հույսով եմ, որ ամեն մեկ հայ այս առիթը գոթակորձե եւ հայկական քիրքեր կսկսի կարդալ։ Նաեւ գնանք մանկական հայկական քիրքեր քնել, օրինակ Լորին եւ Նարեկը Հայաստանի մեջ, որ Լորին ես եմ եւ հեղինակը մայրս է։ Շնորհակալ։ iBooks նախաձեռնության գործունեությունը այդ հույսով, որ օրից մի օր Հայաստանում նույնպես կունենանք հնարավորություն օգտվելու Apple-ի iBooks-երի շտեմարանից։ Եվ առաջին հերթին ես կարևորում եմ iBooks հայկական iBooks-ի գործունեությունը այն տեսանկյունից, որ ակտիվությունը այս ասպարեզում կհանգեցնի նրան, որ Apple-ի բազմաթիվ գործառույթներ կբացվեն եւ հաշվանալի կլինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Թուրքիայում հայտնի փաստաբան Ֆեթիե Չետինի մեծ մայրս գիրքը, որը ես թարգմանել եմ արևելահայերեն, հայտնվել է համացանցում եւ ինչի շնորհիվ հազարավոր ընթերցողներ կարող են կարդալ այդ գիրքը, իսկ գիրքը կարևոր է այն առումով, որ սկիզբ բերեց Թուրքիայում հայոց ցեղասպանության, ընդհանրապես հայկական հարցի հետ կապված լուրջ քննարկումների, խորհրդային քննարկումների եւ այդ քննարկումները եւ բանավեճերը մինչեւ օրս էլ ծավալվում են եւ նորանոր դրսևորումներ ունենում եւ հենց նույն թուրք մասնագետների, սոցիոլոգների, գրականագետների, քաղաքագետների կարծիքով այդ ամենի մեջ էական դեր ունեցել Ֆեթիե Չետինի մեծ մայրս գիրքը եւ այս գրքի ներկայացումը համացանցում եւս կարող է խորացնել այդ քննարկումները, բանավեճերը, ինչպես թուրքացիությունում, այնպես էլ հայկական ասացիությունում եւ Հայաստանում։ iBooks նախաձեռնության մասին հոյակապ նախաձեռնություն է կարևորագույն։ Կարևոր խնդիրը նա է, որ համարյա բարեգործական մակարդակի վրա տղաները հսկայական աշխատանք են անում։ Մեր սփյուռքի հայրենակիցներին հասանելի դարձնելով հայ ժամանակակից եւ դասական հեղինակների ստեղծագործությունները, կարծում եմ շատ մեծ ազգանպաստ գործ կա այս նախաձեռնության մեջ եւ հուսով եմ, որ աշխատանքը կշարունակվի եւ լայն արձագանք գտնի կրսում։